Հրապարակի տեղեկություններով կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Օրեր առաջ հրապարակվեց աղան Քահանայի հետ Նաթան arczepiskopos-ի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալուսումն իրականացվել է ուժայինների թերևս ԱԱԾ-ի կողմից։ Ապա այն տարածելու մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը իրականացրել է Equal Rights and Independent Media, հավասար իրավունքներ եւ անկախ լրատվամիջոցներ ընկերությունը կառավարության հետ միասին։ Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ընկերությունը մոդելավորել է արշավը։ Թերթին ասել են, որ ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ հաղթել եկեղեցուն, եւ դա պետք է անել մինչեւ նախընտրական փուլը։ Այժմ նոր նյութեր են պատրաստում հրապարակելու եւ նոր քայլեր են մշակում։ Այս ընկերության հետ աշխատանքները համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ընկերության փոխտնօրեն Ֆլորա Գրայոնին ուղիղ շփվում է նրա հետ։ Խոսնակը հետո հաշվետվություն է ներկայացնում Արայիկ Հարությունյանին։ Այս ընկերությունն իրականացնելու է նաև Pro-Elect նախագիծը խորհրդարանական ընտրությունների շրջանում այսպես կոչված ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Թերթը տեղեկացրել է նաև, որ կառավարության պատկերով ընկերությունը ֆիլմ է նկարահանելու եկեղեցու դեմ։ Ժողովուրդը գրում է. Հայաստանի քաղաքական եւ հոգեվոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները ավելի քան ուղիղ են։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II պետք է ազատի Վեհարանը եւ հեռանա։ Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման, նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից։ Սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրության կամքի դրսևորում է, հատկապես եթե այս տեղեկությանը հավելում ենք մեծ ընտանուն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի տարածած կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը։ Փաստը գրում է. այս օրերին որոշ շրջանակներ փորձում են հայ բեռնափոխադրողների բողոքի ակցիաները ներկայացնել որպես հակառուսական ալիք կամ երկկողմ ճգնաժամի սկիզբ։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ խնդիրը ոչ թե քաղաքական բնույթ ունի, այլ տեխնիկական, որը արդեն գտել է իր լուծման ճանապարհը։ Ռուսաստանի կառավարությունն ընդունել է Երևանի հիմնավորումները եւ նախապատրաստում է որոշում, որով հայ վարորդների համար ժամկետը կերկարացվի 90 օրից դառնալով 180 օր։ Որոշման նախագիծն արդեն համակարգային քննարկման փուլում է եւ ընդգրկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում։ Հրապարակը գրում է. Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո իշխանությունների թիրախում է հայտնվել նրա փեսան, տեղակալը Ավետիս Առաքելյանը։ Միայն դրանից հետո կարող է ԿՊ-ն Գյումրիում զավթել իշխանությունը, նշանակելով համայնքապետի ԺՊ, ինչպես ժամանակին արեցին Վանաձորում։ Ղուկասյանի կալանավորման պարագայում ընդդիմությունն Ավագանիում ունի մեծամասնություն 17 մանդատ եւ կարող են առանց ԿՊ-ի նիստեր գումարել։ Սակայն եթե Առաքելյանին չեզոքացնեն, ԿՊ-ն բոյկոտի Ավագանու նիստերը, Նիկոլ Փաշինյանը ցանոթ ձեռագրով համայնքապետի ԺՊ կնշանակի կամ Սարիկ Մինասյանին, կամ Աննա Հակոբյանի ազգականին Վահագն Մկրտչյանին։ Այս սցենարից խուսափելու միակ տարբերակն այն է, որում բռնում են մանդատը դնի, որ ցուցակի հաջորդ համարը գա Ավագանի եւ նիստերը կայանան։ Ընդդիմությունը նորից քաղաքապետ ընտրի, շարունակեն բնականon աշխատանքը։ Սակայն այդ տարբերակն էլ հեշտ չէ, քանի որ հազիվ կոնսենսուս կայացավ Վարդան Ղուկասյանի շուրջ։ Նոր տեխնացուի դեպքում հնարավոր է ընդդիմադիրները լեզու չգտնեն։ Հրապարակը գրում է. Ալիևը նախորդին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վարչապետի խոսնակը սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբականակը։ Իշխանությունն այս լուրն իբրև դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց։ Երեկ էլ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիևի հասցեին։ Ուշագրավ է, որ անգամ իշխանության շարքերում չեն հավատում այս բլեֆին։ Երեկ ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ նման հայտարարություններով Ալիևը կամ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կամ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել։ Փաստերթը գրում է. Երեկ ԿՊ-ի ղեկավարը փաստացի հայտարարեց հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմի քայլերի շարունակականության մասին։ Նա ցանկանում է եկեղեցիները փոխանցել պետությանը, ստեղծել սեփական եկեղեցին, հենվել քաղաքացի Ստեփան Նասատրյանների վրա։ Երևի հետո ինքն էլ կաթողիկոս կնշանակի որևէ մեկին։ Իսկ մինչ այդ ոչ պակաս վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում։ Թերթին տեղեկություններ են հասել, որ նա հետևողականորեն փնտրում է հենման կետեր հայ առաքելական եկեղեցու ներսում, այն ներսից քայքայելու, պարակտելու համար։ Փաշինյանը հույս ուներ հենց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների շարքերում գտնել կողմնակիցներ կամ գործակիցներ, որոնք կհամաձայնվեին մասնակցել Մայրաթորի կազմաքանդմանը։ Չնայած հետևողական ու ագրեսիվ հարվածներին, բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանության կողմից նպատակաուղղված խարդավանքներին ու հալածանքներին, հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը, առհասարակ հայ հոգևորականների ճնշող մեծամասնությունը օրինակելի միակամություն եւ համերաշխություն ցուցաբերեց։